Բարի օր հարգելի հետևորդներ, ABC լուրերի ժամը 15-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ և այժմ կներկայացնեմ ժամի գլխավոր դրությունները Հայաստանից և աշխարհից, նախ կարևորը համառոտ։ Ինչ ջերմաստիճան է սպասվում հունվարին, Սուրենյանը ներկայացնում է կանխատեսումները։ Երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Սպասվում են առատ տեղումներ, քաղաքային իշխանությունը պատրաստ է դրան։ Մթություն, անորոշություն սպասում, Էրեբունիում հրդեհների հետևանքով հոսանք չկա 38 ժամ։ Փողոցային բառապաշարից հաճույք չի ստանում Ավինյանը, բայց ըստ նրա ավագանու նիստերի ժամանակ այլ ելք չի մնում, ասուլիս է հրավիրել քաղաքապետը։ Ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ։ Հանդիպել են Թրամփն ու Զելենսկին, ինչ են քննարկել։ Նոր տարվա գիշերը Հայաստանում սպասվում է ձյուն։ Հիդրոթերապանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանի խոսքով հունվարի առաջին 9 օրերին մեր երկիրը հիմնականում գտնվելու է ցուրտ օդային հոսանքների ազդեցության տակ։ Ցուրտը կպահպանվի մինչև հունվարի 9 ներառյալ, իսկ հունվարի երկրորդ տասնօրյակում կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան։ Մեզ սպասվում է նորմայից մի փոքր տաք և բավարար տեղումներով հունվար։ Հունվարի առաջին տասնօրյակում մեր երկիրը հիմնականում գտնվելու է արկտիկական ցուրտ օդային հոսանքների ազդեցության գոտում, հատկապես հունվարի 3-ից 4 ընկած ժամանակահատվածում այս օրերի համեմատ օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում կնվազի 8-ից 10 աստիճանով։ Այդ արկտիկական ցուրտ օդային հոսանքները հանրապետությունում կմնան մոտավորապես մինչև հունվարի 8-9 ներառյալ։ Հունվարի երկրորդ և երրորդ տասնօրյակներում հիմնականում հանրապետությունում կգերակշռեն հարավ-արևմուտքից հարավից ներթափանցող արևադարձային տաքօդային հոսանքները, ինչի արդյունքում օդի ջերմաստիճանը հունվարի երկրորդ տասնօրյակից առաջին տասնօրյակի համեմատ զգալի կբարձրանա։ Մինչև կտաքանա եղանակը լուրջ փորձության կենթարկվի ձնամաքրման աշխատանքը կազմակերպող Երևանի քաղաքապետարանը։ Արդեն բազմաթիվ քաղաքացիներ դժգոհում են, որ մերկասառույցի պատճառով փողոցներն ու մայթերը դարձել են դժվարանցաների։ Այս դժգոհությունների ֆոնին Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը վստահեցնում է, ձնամաքրման աշխատանքները կսկսեն ժամանակին և խոստանում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի նոր տարվա գիշերը սպասվող առատ տեղումները կաթվածահար չանեն երթևեկությունը։ Նա նաև մաքրման աշխատանք իրականացնողներին նախապատրաստել է նոր տարվա գիշերը աշխատելուն։ Ավինյանը կարծում է, որ հանգիստ չեն ունենալու։ Մեր հերթապահները պետք է պատրաստ լինեն, որպեսզի քաղաքը լինի անցանելի։ Այնուամենայնիվ ուզում եմ նաև արձանագրել, որ երկրորդային որոշ փողոցներում, մասնավորապես բարձրադիր հատվածում դեռևս ունենք խնդիրներ, եւ ես հասկանում եմ, որ ջերմաստիճանի կտրուկ անկման պարագայում շատ դեպքերում աղն ու ավազնել չի օգնում, այնուամենայնիվ որոշակի գործողություններ արժի կարծում եմ պլանավորել դրանց հետ կապված։ Հետաքրքիր է, որ այս իրավիճակում Ավինյանը փորձում է տեսնել նաև դրական կողմը, նշելով, որ հյուսիսային ցիկլոնի և տեղումների շնորհիվ մայրաքաղաքի օդը մաքրվել է և այժմ լավ մակարդակում է։ Երևան քաղաքում այս պայդրությամբ ամենապոտենցիալ աղտոտվող վայրերում, մասնավորապես 4-րդ կարգի ռիսկայնության կառուցապատման օբյեկտներում տեղադրված է երկուական օդի որակի չափից սարքեր, որոնք որ միացված են մեր ընդհանուր համակարգին։ Երևան քաղաքում օդի որակի խնդիրը միայն Երևան քաղաքի մասին չի մեկ, այսինքն ամբողջ արարատյան գոգավորության մասին է, հյուսիս-հարավ ճանապարհով որ գնանք դեպի Արտաշատ, դեպի Վեդի, այսինքն այդ բոլոր տեղերում մենք կարձանագրենք նույն խնդիրները։ Եվ իրականում նաև պետք է արձանագրենք, որ հիմնական խնդիրը պայմանավորված է մեր բնակլիմայական պայմաններով, օրինակ հիմա տեսնեք օդի որակը շատ լավ մակարդակում է, որովհետև հյուսիսային ցիկլոնը ամբողջապես մաքրել է օդը։
Ավինյանի անսուլիսին դեռ կանդրադառնամ նախ Երևանում կատարվող քաոսի մասին։ Երևանի քաղաքացիները կփաստեն, որ Երևանում քայլելը վտանգավոր է։ Մեր կացառույցը Երևանի մայթերին ու բակային տարածքներում։ Շենքի բակից փողոց հասնելն իրական փորձություն է, որի միջով անցել է նաև մեր թիմը։ Աշխատանքի գալու ճանապարհին ֆիքսել ենք մայրաքաղաքում փողոցների ու բակերի վիճակը։ Դիտենք տեսանյութը առանց մեկնաբանության։ Ձյունը ջրի երես է հանել քաղաքային եւ մարզային իշխանությունների բաց թողումները։ Երևանի ավականու Մայր Հայաստան խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը տեսանյութ է հրապարակել Շենգավիթ վարչական շրջանից, որտեղ երևում է, որ տվյալ հատվածում ձնամաքրման աշխատանքներ չեն իրականացվել։ Զեբրայի հատվածում սա արտասիստյան փողոցն է Շենգավիթ վարչական շրջանում։ Մարդիկ հետիոտները չգիտեն ոնց պիտի անցնեն փողոցը։ Մոլորվում կանգնում են, թռչկոտեն, նավեր ձեռքբեր են, ինչ անեն այս մարդիկ։ Միայն տուգանելու համար, տուգանքի մատերիալ են փաստորեն դարձել քաղաքացիները, ձևական խոնարհվում եք, սիրում եք, դա ինչի՞ չեք ձեր հասանելիք Ձյունը Լոռու մարզում եւս խնդիրներ է առաջացրել, չնայած մարզպետ Արեն Մկրտչյանի հայտարարության, թե քաղաքը պատրաստ է առանձյան տեղումներին, ազգային ճակատ տելեգրամյան ալիքը հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում է, թե ինչպես են վարորդները դժվարությամբ անցնում անգամ Վանաձորի կենտրոնական փողոցներով։ Գրեթե 2 օր է հոսանքազրկված է Էրեբունի վարչական շրջանն ամբողջությամբ, Սարիթաղ թաղամասը, Խորենացի եւ Տիգրան մեծ փողոցները, Չարենց փողոցի մի հատվածը։ Հեծը ասում է, որ պատճառը ենթակայանում բռնկված հրդեհն է։ Հրդեհը բռնկվել է շաբաթ կեսգիշերն անց, ներքին գործերի նախարարությունը հայտնում է, որ կրակը կարողացել է մեկուսացնել ժամը 1:20-ին։ Հեծը վթարի մասին հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմիններին, ընկերության տարածած հայտարարության համաձայն Հեծի օպերատիվ վերականգնող անձնակազմը ինտենսիվ աշխատանքներ է տանում Վարդաշեն ենթակայանում բռնկված հրդեհի պատճառով հոսանքազրկված տարածքների հոսանքը վերականգնելու համար։ Ըստ Հեծի նախնական գնահատականի այսօր ժամը 22-ին հնարավոր է վերականգնվեն բոլոր հոսանքազրկված հասցեների էլեկտրամատակարարումները։ Այժմ Ավինյանի ասուլիսի մասին։ Ավինյանը ասուլիսին անդրադարձել է ավականու նիստերի լարված մթնոլորտին։ Պատասխանելով իմ գործընկեր Անի Աբաղյանի հարցին, թե ինչու են նիստերը հաճախ անցնում սուր, երբեմն փողոցային բառապաշարով, քաղաքապետը նշել է, որ ինքը նման բառապաշարից հաճույք չի ստանում, սակայն որոշ իրավիճակներում այլ ելք չի մնում։ Ես շատ ցավում եմ, որ շատ ստիպված եմ լինում տարին մեկ անգամ նման արձագանք ունենալ, բայց միգուցե սա միակ այն լեզուն է, որ մեր գործընկերները, որոնք որ փողոցային բարքերով առաջնորդվող հասկանում են, այսինքն այս այն լեզուն է, որ իրանք ընկալում են, եւ ցավում եմ, որ դա այդպես է։ Ես իրականում բացարձակապես հաճույք չեմ ստանում նմանատիպ խոսույթից, դա տհաճ է եւ շատ տհաճ է, որ դու էլ ինքդ ստիպված ես այդպես արձագանքել։
Ավինյանը հերքել է նաև տեղեկատվական դաշտում շրջանառվող լուրերը Աջափնյակի մետրոյի ծրագրի ձախողման վերաբերյալ, ընդգծելով, որ նման բան չկա։ Աջափնյակի մետրոյի կայարանի նախագիծը բոլոր փորձաքննությունները անցած պատրաստ է։ Եվ մասնավորապես այդ փորձաքննություններից մեկը, պարզ փորձաքննությունը, մեկից ավել տարի է տևել։ Այսինքն ինքը բավական բարդ process է եղել եւ շատ երկար մեկնաբանություններով վերադարձվել է նախագծողին, նախագծողը ինչ որ բաներ արձագանքել է, այդ process-ը տևել է 1 տարուց ավել։ Եվ Աջափնյակի մետրոյի կայարանը հաջորդ տարի, այս մետրոյի կայարանի այդ նախագծի հիմքով պատրաստվելու է կառավարության հատուկ որոշում, որով որ մենք իրականացնելու ենք նախագծի FIDIC կառավարման մոդել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանրային հեռուստաընկերության եթերում ընդգծել է, որ Հայաստանի համար խաղաղությունը այլընտրանք չունի։ Նա նշել է, որ Ադրբեջանից Հայաստան բերած ցորենն ու բենզինը կարելի է դիտարկել որպես հաստատված խաղաղության դրսևորում, սակայն խոստովանել է, որ առկա են մի շարք խնդիրներ։ Շատ ինտենսիվ եւ շատ դրական երկխոսություն ունենք Թուրքիայի հետ։ Ժամանակն է ունենալ առարկայական քայլեր։ Շատ մոտ ապագայում առաջընթաց կունենանք։ Խաղաղությունը հաստատված է, գործակցության փորձերը կան, բայց սա չի նշանակում, որ մենք անցել ենք անհրաժեշտ ճանապարհը։ Արևմտյան Ադրբեջանի խոսույթը մենք համարում ենք տարածքային ամբողջականության դեմ խոսույթ։ Մենք ամերիկյան կողմի հետ շատ ինտենսիվ աշխատում ենք եւ 2026 թվականի տարվա երկրորդ կեսին գետնի վրա կունենանք շինարարություն։ Հայաստանի իշխանության օրակարգում չկա ռուսական 102-րդ ռազմաբազայի դուրսբերման եւ Ռուսաստանի Դաշնության հետ որևէ կապ խզելու հարց։ Ադրբեջանի հետ խաղաղության նախաստորագրված համաձայնագիրը պետք է ավարտվի ստորագրմամբ եւ հետո վավերացմամբ։ Իրենք ունեն իրենց պատկերացումը, մենք այդ պատկերացումը չենք կիսում։ Պաշտոնական Երևանը մոռանալով կորուստները մտածում է նոր ձեռքբերումների մասին, մասնավորապես խաղաղության, սակայն Արցախի հայաթափմամբ մենք կորցրեցինք ոչ միայն մեր հայրենիքը, այլև այնտեղ թողեցինք հսկայական մշակութային ժառանգություն։ Genesis Armenia ուղղային կենտրոն հիմնադրամը ձեռնարկել է Արցախի վանքերի, եկեղեցիների, ամրոցների եւ բերդերի եզակի քարտեզի կազմումն ու տպագրումը։ Սա ոչ միայն գիտականորեն հիմնավորված աշխատանք է, այլև իրավաքաղաքական նշանակության կարևոր փաստաթուղթ, որը կոչված է պահպանել եւ ամրագրել Արցախի պատմամշակութային ժառանգության հիշողությունն ու իրավական փաստարկները գալիք սերունդների համար։ Իդեպ լրացել է Genesis Armenia-ի հիմնադրման 5-ամյակը։ Պաշտոնական միջոցառման ժամանակ ուղերձ է հղել կենտրոնի հիմնադիր տնօրեն Աբրահամ Գասպարյանը։ Ըստ Գասպարյանի Հայաստանը գտնվում է ոչ թե պարզապես քաղաքական, այլ քաղաքակրթական եւ պետականության ճգնաժամում։ Գասպարյանը համոզված է, որ անհրաժեշտ է քաղաքական արդիականացված սկիզբ, նոր մտածողությամբ, թարմ քաղաքական էլիտայով, նոր ինստիտուցիոնալացման տրամաբանությամբ։ Առաջիկա ընտրությունը 2026 թվականին նախատեսված։ Քաղաքական ընթացիկ, հերթական, հերթապահ, սովորական ընտրություն չէ, այլ հայկական պետության եւ երկարաժամկետ կտրվածքով հայկական էթնիկ տարի շարունակականության կամ լինելիության հարցն է։ Մենք այս process-ին մասնակցում ենք պատրաստվածության բարձրագույն մակարդակի բերելով մեր ներուժը, քաջ գիտակցելով, որ հայկական ազգային պետականամետ բոլոր ուժերը պարտավոր են տապալել Հայաստանի նեոգաղութացումը լեգիտիմացնող փաշինյանական իշխանությունն ամբողջությամբ։ Հայաստանում քաղաքական վիճակը շարունակում է լարված մնալ։ Գելափի հարցման համաձայն քաղաքացիների մոտ 60%-ը իրավիճակը գնահատել է լարված կամ շատ լարված, միայն 10%-ն է լիովին հանգիստ համարում։ Մեծամասնությունը կարծում է, որ հասարակության մեջ համերաշխություն ձևավորելն անխուսափելի է եւ դրա ամենավստահելի աղբյուրը եկեղեցին է։ Հասարակության տրամադրությունը նույնպես լարված է։ 32%-ը զգում է անտարբերություն եւ ապաթիա, 31% լարվածություն ու ագրեսիա, 21% անհանգստություն, 10% վախ եւ տխրություն։ Միաժամանակ մի մասը մոտ 20%-ը զգում է դրական եւ կայուն վիճակ։ Եկեղեցին նշվել է լիովին վստահանում 55.8%, 15.6%-ը նշվել է ավելի շուտ վստահում եմ։ Կրթական համակարգ 27.4%-ը նշել է, որ լիովին վստահում եմ եւ 28.5%-ը նշել է, որ
ավելի շուտ վստահում եմ, պետական իշխանությունները նշել է 17.8% եւ 20.8%-ը նշել է, որ ավելի շուտ վստահում եմ։ Ամենանվազ ցուցանիշները քաղաքական դաշտն է նշվել 12.3%-ը եւ մեդիան 8.2%-ը։ Ամենաշատը եկեղեցին է վստահում։ Այո։ Ընդհանուր 73%-ը շուրջ նշել են, որ վստահում են եկեղեցուն։ Հանդիպել են Ուկրաինայի եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների պատվիրակությունները։ Հանդիպումից հետո Թրամփն ու Զելենսկին հանդես են եկել հայտարարություններով։ Թրամփը վստահ է, որ կողմերը մոտենում են ուկրաինական հակամարտության կարգավորմանը, իսկ Զելենսկին հայտարարել է, որ 20 կետանոց գործարքի 90%-ը համաձայնեցված է։ Համաձայնեցված է նաեւ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների հարցը։ Թիմերը կշարունակեն աշխատանքները, Ուկրաինան պատրաստ է խաղաղության։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Միացյալ Նահանգներ մեկնելուց առաջ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինան ունի հստակ կարմիր գծեր։ Դրանք իր տարածքներն են եւ Զապորոժիեի ատոմակայանը։ Ուկրաինան ոչ մի դեպքում օրենսդրորեն չի ճանաչի օկուպացիան, հավելել է Ուկրաինայի նախագահը։ Եթե Ուկրաինայում եվրոպական զորակազմեր տեղակայվեն, ապա դրանք կդառնան Ռուսաստանի օրինական թիրախ։ Այս մասին էլ հայտարարել է Սերգեյ Լավրովը։ Եվրոպացի գործիչների ամբիցիաները բառացիորեն կուրացնում են նրանց։ Նրանք ոչ միայն չեն հետաքրքրվում ուկրաինացիներով, այլև կարծես հոգ չեն տանում սեփական բնակչության մասին։ Մենք արդեն 100 անգամ հայտարարել ենք, որ այդ դեպքում նրանք օրինական թիրախ կդառնան մեր զինված ուժերի համար, ասել է նախարարը։ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Բաչո Ախալայան կալանավորվել է։ Նա մեղադրվում է այս տարվա հոկտեմբերին իշխանությունը խաղաղ ճանապարհով տապալելու նպատակով հանրահավաք կազմակերպելու համար։ Ամերիկացի հետազոտողները ուսումնասիրելով արբանյակային պատկերները պնդում են, որ հայտնաբերել են օրեշնիկ բալիստիկ հրթիռային համակարգը Բելարուսի արևելքում։ Համակարգը գտնվում է Ռուսաստանի Սմոլենսկի մարզի հետ սահմանից 5 կիլոմետր հեռավորության վրա։ Օրերս Լուկաշենկոն հայտարարել էր, որ օրեշնիկ հրթիռային համակարգը Բելարուսում մարտական հերթապահության է անցել դեկտեմբերի 17-ից։ Գործարան առանց գետ 1 աշխատողի, այն գտնվում է Չինաստանի Սինցիան քաղաքում։ Այս խոշոր տեքստիլ գործարանում արհեստական բանականության եւ ռոբոտների կողմից կառավարվող 5000 հյուսող մեքենա աշխատում է 24/7 գրաֆիկով առանց ընդմիջումների ու արձակուրդների։ Չինաստանի ամենահայտնի տեսարժան վայրը վերածվել է սահադաշտի։ Չինական մեծ պատ այցելողները ստիպված բռնված են իջնում ու բարձրանում պարսպի վրայով։ Իտալիայում Սիցիլիա կղզու արևելքում էլ կրկին ժայթքել է էթնահրաբուխը։ 91 տարեկանում մահացել է 20-րդ դարի ամենագեղեցիկ ու ցանկալի կանանցից մեկը, ֆրանսիացի դերասանուհի Բրիջիտ Բարդոն։ Դերասանուհին նկարահանվել է 46 ֆիլմում, իսկ 1973 թվականին լքել է կինոարդյունաբերությունը։ Կինոից հետո նա ակտիվորեն զբաղվել է կենդանիների իրավունքների պաշտպանությամբ։ Զարա Սարգսյան, Գեգամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում, TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին։